Ինչպես արդեն հայտնել էինք, պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանը նշում է ծննդյան տարեդարձը։ Օրվա առթիվ նրա ընկերներն ու մտերիմները նախ կեսգիշերին էին շնորհավորել այցելելով նրա տուն։ Այնուհետև խնջույքը շարունակվել է ժամանցի կենտրոններից մեկում։ Դիանայի ծննդյան արարողությանը բնականաբար ներկա են գտնվել նաև Վերջին զանգը հեռուստասերիալի դերասանները։ Ռոզա Դավթյանը ծննդյան խնջույքին մասնակցել է մայրիկի Լիանայի հետ ու կիսվել մի քանի կադրերով։ Նշենք, որ սցենարիստը քննադատությունների իսկական թիրախ էր դարձել դեռ նախորդ տարի իր Կույր աշխարհ հեռուստասերիալի պատճառով։ Բանն այն է, որ այնտեղ արծարծված թեմաները զայրացրել էին հանրության մի ստվար զանգվածի ու դրան իրենց անդրադարձ էին կատարել նաև ոլորտի հայտնի մասնագետները։ Նախագծի դերասանական կազմը ևս մեկ անգամ չէ, որ հայտնվել է քննադատությունների թիրախում։ Այս ընթացքում կազմի մեջ նաև փոփոխություններ եղան, ինչը բացասաբար ընդունվեց հեռուստադիտողների կողմից։
Այնուամենայնիվ ցուցադրության ողջ ընթացքում հեռուստասերիալը աչքի ընկավ բարձր վարկանիշով, իսկ նախագծում առաջին անգամ իրենց գայլերն անող դերասանները կարճ ժամանակում ճանաչում ձեռք բերեցին։ Սերիալի գլխավոր հերոսներ Կարեն Ասլանյանը և Ռոզա Դավթյանը ինստագրամյան իրենց էջերում անդրադարձել էին վերջին նկարահանումներին հրապարակումներով և գրառումներով։ Կարեն Ասլանյանը մասնավորապես հոլովակ էր հրապարակել վերջին նկարահանման օրվանից, որին կից գրել էր. «Ահա և վերջ, շնորհակալ եմ բոլորից անխտիր, իսկ հուզմունքս կթաքցնեմ ժպիտով»։ Իսկ ահա Ռոզան հրապարակել էր լուսանկարներ, որոնց կից գրել էր. «Որքան դատարկ կլիներ իմ կյանքը առանց ձեզ, չգիտեմ ինչպես կդասավորվի հետագա իրադարձությունները կյանքիս, գուցե վերջին անգամներ, գուցե անցնելիք ճանապարհ դեռևս ունեմ այս ոլորտում, բայց երկու դեպքում էլ ես ինձ երջանիկ կհամարեմ, ունենալ ձեզնից յուրաքանչյուրի մի մասնիկը իմ կյանքում ձեռք բերում է, եթե ոչ մեծագույն նվեր, սեր եմ խոստովանում յուրաքանչյուրիդ, անսահման մեծ ու անփոխարինելի սեր մարդիկ, և որպես վերջաբան հույս ունենք, որ Դիանա Գրիգորյանը և մեր անձնակազմը կարողացավ ձեր կերտած աշխարհների կույր հատվածներին սիրո, բարության և մեծ հույսի լույս սփռել, վերջ», գրել էր Ռոզան։ Նախագծի սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը ևս ինստագրամյան իր էջի սթորի բաժնում տեսանյութեր էր հրապարակել և անդրադարձել այս ընթացքում սերիալի հասցեին հնչող քննադատություններին և նշել, որ իրենք ևս կցանկանային առավել որակյալ արտադրանք ներկայացնել, բայց արել են այն ամենը, ինչ հնարավոր է եղել։ Քննադատողներին էլ հորդորել էր քննադատելու փոխարեն խորհուրդ տալ, ցեխ չնետել, այլ օգնության ձեռք մեկնել և ոչ թե բամբասել, այլ ոգևորել։ Վայրի սիրելի հետևորդ, այս պահին ես գտնվում եմ իմ հարազատ տանը, Արմենիա հեռուստատեսությունը, և դիտում եմ Կույր աշխարհի հեռուստասերիալի վերջին սերիան։ Իհարկե հետո կկիսվեմ, կպատմեմ իմ զգացողությունների մասին, իսկ դուք չեք մոռանում այսօր 20:50-ից սկսած միանալ մեզ։ Նախ դիտելու եք իմացի ավելին հաղորդաշարը, որը պատմելու է Կույր աշխարհի ստեղծման դժվարությունների, ձեռքբերումների մասին։ Ներկայացնելու ենք շատ հետաքրքիր մանրամասներ, շատ հետաքրքիր բացահայտումներ են ձեզ սպասվում, որից անմիջապես հետո վայելելու եք Կույր աշխարհի վերջին սերիան։ Այնպես որ զինվեք համբերությամբ, իսկ ես շարունակեմ դիտել, հետո ձեզ կպատմեմ։ Եվ նայեցի, ուզվեցի, երբ նախագիծը սկսում ես, լարված ես նույն շատ, ողջ ընթացքում ասում է լարված ես, հետո ավարտին արդեն լարվածության ավելանում է հուզմունքը։ Ինչու, որովհետև հասկանում ես, որ սա էլ արեցիր, սա էլ ապրեցիր, սա էլ խաղթահարեցիր, որովհետև ողջ ընթացքը դժվարություններ, խաչատեղներ։ Մեր հեռուստադիտողը պահանջկոտ է շատ, և մենք փորձում ենք մեր հնարավորության սահմաններում ավելի առավելագույնը։ Այսօր շատ են աղոթում, բոլոր նրանք, ովքեր ունեն այն հնարավորություն և կարողանում են ինչ-որ ձև ավելի լավ որակ տալ, հնարավորություն ձևելու, մենք չունենալով այդ լայն հնարավորությունները, փորձում ենք հնարավորինս որակ ապահովել։ Իհարկե կուզեինք անել ավելին, իհարկե կուզեինք ավելի լավ որակ ապահովել, բայց ունենք այն ինչ ունենք։ Իսկ նրանք, ովքեր զբաղված են հոտ քննադատությամբ, պիտի հասկանան ընդհանրեն հետևյալը, որ չեն քննադատում, խորհուրդ են տալիս, ցեխ չեն նետում, օգնության ձեռք են մեկնում, չեն բամբասում, ոգևորում են, սրանք են ինձ համար թերևս մարդկային վեր հատկանիշները։ Ես շնորհակալ եմ ստեղծագործական խմբին, շնորհակալ եմ դերասանական անձնակազմին, շնորհակալ եմ նույնիսկ նրանց, ովքեր փորձեցին խանգարել, խոչընդոտել և արհեստական դժվարություններ առաջացնել, ու դրանից ավելի ուժեղացանք։ Իսկ մենք ուժեղ ենք, որովհետև ունենք ձեզ։ Դուք մեզ հետ ապրեցիք, մեզ հետ տխրեցիք, մեզ հետ ուրախացաք։ Մեզ համար ապահովեցիք լայն լսարան և բարձր դիտողականություն, ինչի համար մենք շնորհակալ ենք հենց ձեզ։ Կարեն Ասլանյանը ավարտեց վերջին տեսարանը։ Շնորհակալություն։ Bravo! Bravo!
Կար մի րոպե պաստանով կովիմը փաթաթի մի րոպե եկավ Հավելենք նաև, որ սերիալի նկարահանման ընթացքում սիրավեպ էին վերագրում Կարեն Ասլանյանին և Ռոզա Դավթյանին։ Նրանք ոչ հերքել և ոչ էլ հաստատել են այս խոսակցությունները։ Իսկ Ռոզան թեմային անդրադառնալով նշել էր. Ես երբ գալիս էի հյուր ինքս ինձ ասացի, որ պետք է լինի մի տարածք, մի ներքին բան, որը միշտ քոնը պետք է մնա ու ես կարծեցի, որ անձնականը ամենաճիշտ տարբերակն է դրա համար։ Ես ու Կարենը հոյակապ ընկերներ ենք, մեզ մոտ ամեն ինչ լավ է տաղավարում, դրանից դուրս մենք երբեմն շփվում ենք, բայց իմ անձնականը միայն իմն է, ոչինչ չեմ հերքում կամ ոչինչ չեմ փաստում։ Ես մի բան կասեմ. Այն, ինչ իրականում կա առանց իմ ասելու կամ մեկ ուրիշի հերքելու կամ փաստելու միշտ երևում է, թողնենք ժամանակի վրա ամեն բան ցույց կտա ճիշտը։ Զրույցի ընթացքում Ռոզան նաև նշել էր, որ մինչ սերիալում նկարահանվելը զուգընկեր չի ունեցել, սակայն չի նշանակում, որ հիմա ևս չունի։ Դերասանուհին այս կերպ փորձել էր հստակ պատասխան չտալ իր անձնական կյանքին վերաբերող հարցերին։ Սակայն Star News-ը նկատել է, որ Կարենը և Ռոզան դադարել են հետևել իրար ինստագրամյան հարթակում։ Կարենը նաև ջնջել է Ռոզայի մասնակցությամբ բոլոր լուսանկարները և սա թույլ է տալիս ենթադրել, որ նրանց միջև այնուամենայնիվ ինչ-որ բան եղել է։